Բարև ձեզ, այսօր հեռանկարի հյուրն է Վաղար շաբաթ համայնքի հաղթանակ դաշինքի քաղաքապետի տեխնացու Սևակ Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ։ Ընդամենը 6 օր է մնում, քարոզարշավի ավարտին մեծ մասը անցել եք, տպավորությունները ինչպիսին են։ Նախ ասեմ, տպավորությունները շատ դրական են։ Ես ասում եմ բնակիչների, վաղարշապատցիների, թե գյուղական բնակավայրերի բնակիչների, թե Էջմիածին քաղաքի ժողովրդի հետ ամենօրյա շփումների արդյունքում կարող եմ փաստել, որ դրական տպավորություններ ունենք։ Ես տեսնում եմ, որ շատ ակտիվ քարոզարշավ եք անում, ես ընդհանուր տպավորություն եմ նկատի ունեմ, ոչ միայն ձեր քարոզարշավի, այլ նաև մյուս մրցակիցների հետ կապված, ընդհանուր քարոզարշավային մթնոլորտը։ Հա, ես խոսում եմ մեր քարոզարշավից, մենք ինքներս էլ թիմով բավականին ակտիվ քարոզարշավի մեջ ենք, շփումների մեջ ենք բնակիչների հետ, իսկ ընդհանուր մթնոլորտը, չեմ ասի, ասեմ, որ լարվածությունը բավականին մեծ է, լարվածությունը սկսվել է դեռ մինչ քարոզարշավի սկսելը եւ այդ լարվածության գլխավոր դերակատարը օրվա իշխանություններն են, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրենց բռնաճնշումներով, ռեպրեսիաներով, մարդկանց աշխատանքից ազատելով, ազատման դիմումներ գրելու հորդորներով, մարդկանց բարեկամներին տարբեր մեթոդներով փորձել ճնշելով, այս ամենը ավելի է լարված մթնոլորտ է ստեղծում, ավելի է թեժացնում եւ ավելի քաղաքակիրթ ընտրապայքարը փորձում դարձնել ոչ քաղաքակիրթ։ Իշխանական թևի տեխնացուից այդպիսի դրսևորումներ եք տեսել, հա, շոր աշխատանքից ազատելու հետ կապված։ Իհարկե տեսել ենք։ Մենք խոսում ենք քաղաքակրթության մասին, այսինքն քաղաքակիրթ լինելը միայն խոսքով արտահայտելով չի, քաղաքակիրթ լինելը նաև պահվածքով է, երբ իմ հարազատներին, իմ բարեկամներին աշխատանքից ազատման դիմում գրելու հորդորներ են անում, աշխատանքից ազատում, արդյոք դա քաղաքակրթության մեջ է մտնում, արդյոք դա հավասար ընտրապայքարի կանոններին համաձայն է։ Իհարկե ոչ։ Արդյոք դա պետական ապարատի օգտագործում չի մարդկանց նկատմամբ։ Ես կարծում եմ, որ այստեղ ինչի մասին խոսում եք, կարծում եմ փաստարկված եք խոսում։ Իհարկե փաստարկված եմ խոսում։ Փաստերը կան։ Փաստերը կա, ես ապացույցները կան։ Իհարկե կա, ես նախորդի նաև մյուս հարցազրույցների ժամանակ եմ ասել, հստակ կա ամբողջը։ Կան ազատման հրամանները, կան այդ դիմումները, կան նաև իմ ընկերների, հարազատների մասին ազատման դիմումները, որ մարդուն հորդորել են ազատման դիմում գրել, դպրոցի տնօրենի չի գրել ազատման դիմում, պարզապես չի գրել պատասխանելով։ Կարծես թե ոչինչ չի փոխվում, հա, առաջ էլ էր այդպես։ Առաջ այդքան այդպես առաջ էլ էին ստիպում, հիմա էլ են ստիպում։ Այդքան հետո այդպես էլ են չէ։ ստիպելու երևի թե։ Առաջ ամեն դեպքում եղել են խաղի կանոններ, եղել են մարդկային արժեքներ։ Ես ինքս օրինակ տնտեսագիտական համալսարանում աշխատել եմ, եղել եմ պրոռեկտոր տնտեսագիտական համալսարանի, ոչ մի ընդդիմադիր հայացք ունեցող մարդ անձի։ Ես չեմ հիշում, որ աշխատանքից ազատման դիմում գրելու հորդոր անեն, մարդուն աշխատանքից ազատեն կամ դասաժամ չտրամադրեն։ Սա ինչ ասում եմ, եթերային է, մենք եթերով տեսնելու ենք եւ եթե լինելու է հակառակը, կարձագանքեն հակառակը, բայց վստահ եմ չի լինելու։ Այսինքն այս տարիների ձևավորված փորձը կա, հա, փաստորեն ըստ այսինքն երբ որ մարդիկ ավելի շատ մեկը մյուսի վերացեղ շպրտելով են զբաղված, կան սեփական ծրագրերը, սեփական նախաձեռնությունները ներկայացնել։ Տեսեք, հետաքրքիր մի մոտեցում են որդեգրել Էջմիածնի ԿՊԵ-ականները, իրենք փորձում են ամեն դեպքում խոսքի մեջ լինել քաղաքակիրթ, մենք կապ չունենք, բայց երբ որ պետական ապարատը, պետական ռեպրեսիան աշխատում է մարդկանց դեմ, մարդկանց հարկայինն է գնում բիզնեսների վրա, մարդիկ վախենում են մեզ հետ նույնիսկ բարևելու։ Մենք շատ ընկերներ ունենք, ընտանեկան ընկերներ, ում ես արգելել եմ մեր գրասենյակների, մեր շտաբերի կողքը երևալ։ Ես ինքս եմ արգելել, որովհետև լավ գիտակցելով, որ մարդկանց տարիների ստեղծած բիզնեսը, տարիների վաստակը մեկ վայրկյանում կարող են հավասարացնել զրոյի։ Եվ ես մարդկանցից չեմ նեղանում, ես ինքս եմ հորդորում։ Եվ բոլոր պետական ապարատի, դպրոցի տնօրենների, մանկապարտեզի աշխատողներին ես ինքս էլ հանդիպումների ժամանակ, եթե դե փոքր քաղաք, հա, բոլորս իր այդ մասնավոր հանդիպումներ ունենք, ասում ենք, որ եթե կանչում են զորով, ձեզ տանում են ստիպելով որևէ հանդիպումների, որևէ ԿՊԵ-ական միջոցառման, գնացեք, որպիսի ձեզ
վնաս չլինի։ Բայց երբ որ նոյեմբերի 16-ին ընտրատեղամասում քվյախցում կլինեք դուք մենակ քվյախցում, խնդրում եմ քվյարկեք ձեր խղճով, ձեր համոզմունքով հանուն մեր համայնքի ապագայի։ Ինչպես հասունացավ ձեր պարագայում ընտրությունների մասնակցելու որոշումը։ Մենք ճիշտ ասած 21 թվականին էլ էինք մասնակցել Վարշապատ խոշոր այն ժամանակ խոշորացված համայնքի ընտրություններին մոտ 38% ձայն։ Չեմ հիշում դարձյալ հաղթանակ։ Չէ, Էջմիածնի կուսակցությունների դաշինք էր։ Ճիշտ է։ Հիմա ընտրական օրենք։ Հիշում եմ, որ դաշինք կար։ Էջմիածնի կուսակցությունների դաշինք էր։ Հիմա այլևս օրենքը թույլ չի տալիս, որպեսզի տեղանուններ ընտրական օրենսգիրքը տեղանուններն օգտագործենք դաշինքների համար, եւ մենք թիմով որոշեցինք մեր դաշինքը անվանել հաղթանակ կուսակցությունների դաշինք։ Մենք այս ընթացքում process-ի մեջ ենք եղել, բնականաբար քաղաքում ստանալով 38% ձայն չենք ունեցել քաղաքում ավականյուն մեծամասնություն, չենք կարողացել ազդել համայնքի ավականու որոշումների վրա, չենք կարողացել մեր ամբողջական այն ծրագրերը, մտքերը, ինչ որ մենք նախորդ ընտրությունների ժամանակ ծրագրել ենք իրականացնելու, չենք կարողացել դա անել, որովհետև շատ պարզ հստակ որ չենք ունեցել մեծամասնություն։ Այժմ նորից թիմով որոշում են կայացրել, բավականին թիմը մեր մեծացել է նաև պրոֆեսիոնալ մարդկանցով, տարբեր ոլորտի մասնագետներով, որոշել ենք, որպեսզի մասնակցենք ընտրությունների եւ մեր այն գաղափարները, այն մտքերը ինչ ունենք մեր համայնքի, այսինքն մենք ոնց կուզենք տեսնենք մեր համայնքը, մեր քաղաքը տարիներ հետո, ենթադրենք 5 տարի հետո, փորձենք մեր թիմով դա իրականացնել։ Համայնքային ընտրությունների առանձնահատկությունը, ի տարբերություն, տեսեք, ավելի մեծ է համապետական ընտրությունների, այն է, որ այստեղ անձինք կարծես թե ավելի կարևոր դեր կամ դերակատարում ունեն, քան քաղաքական ուժերը, որոնք ներկայացնում են։ Համամիտ եք այս տեսակետը։ Այո, համամիտ եմ, այստեղ կա բաղադրիչ, որը հենց անձերի հետ է կապված, այսինքն մարդուն ճանաչում են տվյալ դաշինքը կամ կուսակցությունն առաջնորդող մարդուն կամ թիմի անդամներին, մարդիկ նաև բնակիչները շատ հաճախ մեզ հարցնում են ովքեր են ձեր թիմի անդամները, ովքեր են լինելու հետագայում մեր քաղաքի կառավարմանը մասնակցող անձինք եւ մենք դա ներկայացնում ենք եւ սոցիալական ցանցերով մեր թիմի անդամներին եւ բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ենք ամեն դեպքում որքան էլ որ սա անձի դերակատարումը շատ կարեւոր է ամեն դեպքում սա նաև քաղաքական բաղադրիչ է պարունակում իր մեջ, սա նաև քաղաքական ընտրություն է։ Ես ինչի համար էլի կներեք, ես իմ հարցազրույցներում էլ ասում եմ, մարդիկ պետք է հասկանան, մարդիկ գիտակցում են, այժմ գիտակցում են, թե ինչ արժե համակարգ կրող անձին են իրենց ձայնը տալու, քվյարկելու, ինչ արժե համակարգ կրող թիմի են իրենք քվյարկելու, որովհետև բացի համայնքային կառավարումը, բացի ասֆալտից, բորջուրից այն կողմ կա նաև ոգի քաղաքում, կա նաև քաղաքի շունչ։ Այդ ամենը մենք ինչ ճանապարհով ենք գնալու առաջ, ոնց ենք անելու։ Այսինքն հասկանալի։ Հիմա տեսեք, հաղթանակ դաշինքը կազմված է երկու քաղաքական ուժից։ Առաջ կուսակցությունն է, ես ճիշտ եմ ասում, չէ՞։ Հաչակենտրոն, առաջ կուսակցությունը եւ Հոյդան։ Դուք այդ երկու կուսակցությունների միակ տեխնացուն էիք քաղաքապետի համար, թե նկատի ունեմ մինչ այդ փոքր ընտրություն եղել է Սևակին առաջադրենք որպես քաղաքապետի տեխնացու թե որևէ այլ մարդ եւս կար։ Ոչ, չի եղել, ես եմ եղել տեխնացու։ Այսինքն Հոյդան իր սեփական տեխնացուն չի ունեցել։ Չէ, Հոյդան մեզ հետ մեր կուսակցություն, ես ասեմ որ առաջ Հաչակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի նախագահն եմ ես ինքս։ Գիտեմ։ Երբ որ մենք հանդիպել զրուցել ենք, Հոյդան իրենց կուսակցությունով էլ որոշում են կայացնել, պաշտպանել, այսպես ասած, իմ տեխնացությունը, որպեսզի դաշինքը ղեկավարեմ ես։ Դա է ասում, Հոյդան իր տեխնացուն չունի։ Չի ունեցել, չէ։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ձեր իրոք հանդիպումները շատ ինտենսիվ են, ես երբեմն հետևում եմ ընդհանուր առմամբ Քարոզարշավին, ձեր էջը նաև Facebook-յան ամենաակտիվներից մեկն է, գրեթե ամեն օր մի քանի հանդիպումներ ունենում եք, ինչի մասն են ձեզ ամենաշատը հարցնում քաղաքացիները, մարդիկ։ Ինչ խնդիրներ են բարձրաձայնում, ինչ մտահոգություններ, ինչ հոգսեր եւ դուք ինչ եք առաջարկում, ամենակարևորը ձեր առաջարկները, ձեր ծրագրերը որոնք են եւ ինչքանով են դրանք իրատեսական։ Մինչ Քարոզարշավը սկսելը բնականաբար երբ որ մենք կազմում ենք մեր նախընտրական ծրագիրը, մենք այդ ամենը հենց լսել ենք
նորից բնակիչներից իրենք են մեզ առաջարկել ինչ խնդիրներ կա, ինչպիսին կուզեն տեսնել իրենց համայնքը։ Մենք ամբողջապես բնականաբար իրատեսական ծրագրերը ներառել ենք մեր նախընտրական քարոզչության ընթացքում մեր ծրագրում, մենք երբևէ չենք ասելու մի բան, որն իրատեսական չի։ Եթե մեր քարոզարշավին հետևեք, մենք փոքրիկ ռոլիկներով ենք փորձում հանդես գալ, ներկայացնել ծրագրերը, այսինքն ինչ ասում ենք, դա իրատեսական է, դա իրականացնելու ենք, դա համայնքի լիազորությունների դաշտում է լինելու, երբեմն նաև ներգրավելու ենք տարբեր վաղաշապատցիների աջակցությունն ենք փորձելու ներգրավելու ենք նաև արտերկրում ապրող մեր վաղաշապատցիների, ովքեր իդեպ այս ընթացքում շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել, գրեթե ամեն օր կապվում են մեր հետ, փորձում քաղաքի համար իրենք էլ իրենց ծրագրերն առաջարկել, ուզում են հավաստիանալ, որ մեր ընտրվելու դեպքում իրենք կարող են համայնքապետարանին տեսնել որպես իրենց ընկերոջ, ովքեր պատրաստ են գալ իրենց քաղաքի համար, մարդիկ կայացած մարդիկ են տարբեր երկրներում, արտերկրում, իրենց քաղաքի համար իրենց դուման ունենալ, այսինքն համայնքապետարանին իրենք փորձում են հուսալի գործընկերոջ տեսնել։ Մենք բնականաբար իրենց հավաստիացնում ենք, որ ցանկացած լավ ցանկացած ներդրում, որը համայնքի շահից է բխելու, մենք համագործակցելու ենք այդ ամենը։ Վաղաշապատին ու ամենակարևոր, ամենաառաջնային լուծում պահանջող խնդիրները։ Առաջնային խնդիրները դրանք բարեկարգման խնդիրներն են, թե կենտրոնի, թե ծայրամասային թաղամասերի։ Մենք ծայրամասային թաղամասեր ունենք, հավատացեք, կենսական նշանակության խնդիրներ կան 21-րդ դարում։ Թաղամաս ունենք, չկա կոյուղի։ Ուղղակի կոյուղի չկա, մարդիկ իրենց տան դիմաց փոսեր են արել, հիմա այդ փոսերի տեղն էլ արդեն վերջացել։ Դա էլ չկա, որ մարդը կարողանա օգտագործի ջուր, կոյուղագծերը գնան, կոյուղաջրերը մաքրվեն, այսինքն մարդիկ ապրում են վատ պայմաններում խայտառակ։ Սա մեր համար շատ կարևոր է։ Ծայրամասային թաղամասերը հիմնականում անբարեկարգ, երբեք ուշադրության չեն արժանացել, այսինքն մի փոքր ուշադրություն միշտ եղել է կենտրոնի վրա, սա մենք փորձում ենք շտկել։ Եվ մեր քարոզարշավը մենք սկսել ենք հենց ծայրամասային, մենք դեռ կենտրոնում չենք եղել Էջմիածնի քարոզարշավի ընթացքում։ Ծայրամասային թաղամասերում ենք սկսել ենք, շարունակում ենք եւ եղել ենք գյուղական բնակավայրերին։ Կարևոր խնդիրներից բնականաբար դրանք բազմաբնակարան շենքերի տանիքներն են, քաղաքի կոյուղագծերն են, որ խայտառակ վիճակի մեջ են, հենց այդ բազմաբնակարան շենքերի շքամուտքերը եւ կոյուղագծերը։ Մենք շենքեր ունենք, որ կոյուղագծերը պարզապես ամբողջ կոյուղու ջուրը լցվում է շենքի բակ կամ շենքի պատվալ կամ շքամուտքեր է լցվում, ու երբ որ մարդիկ դիմում էին քաղաքապետարանին, ասում են դա մեր ֆունկցիան չի, դա ջրմուղի ֆունկցիան է։ Պարզ է, տեսեք, պարոն Խաչատրյան, մենք իդեպ բոլոր տեխնացուների հետ կզրուցենք, մի մաս հետ արդեն զրուցել ենք, մի մաս հետ դեռ կզրուցենք, մինչև քարոզարշավի ավարտը։ Այս խնդիրների մասին բոլորը խոսում են, նաև լուծումների մասին, բայց հասկանում ենք, որ խնդիրները բավականին ծավալուն են եւ հաստատ քաղաքային, համայնքային բյուջեն չի հերիքի այդ բոլոր խնդիրների գոնե մի փոքր մասը լուծելու համար, այսինքն այստեղ լրացուցիչ ներդրումների, լրացուցիչ գումարների մասին նաև պետք է խոսենք։ Հիմա ինչու պետք է վաղաշապատցիները հենց ձեզ հավատան, որ դուք այդ խնդիրները կլուծեք։ Ինչու պետք է հավատան, որովհետև մենք իրատեսական ծրագիր ենք առաջարկում, մենք բոլորը ասում են, որ իրատեսական են, ես ուզում եմ տարբերությունը հասկանալ։ Մենք հիմա մեր քաղաքի համար պատուհաս մի խնդիր կա, թափառող կենդանիների խնդիրը։ Մենք համապատասխան մասնագետների հետ քննարկել ենք եւ առաջարկում ենք իրատեսական ծրագիր։ Մենք չենք ասում մի ամսում այդ հարցը կլուծենք։ Նա քաղաքական ուժեր կան, ասում են 2 ամսում այդ հարցը կլուծենք։ Դա պարզապես հնարավոր չի, անհնարին է։ Մենք ասում ենք դա լուծելու ենք այս տարբերակով տևական ժամանակի մեջ։ 1 տարում կհասնենք այս արդյունքին, տարի 6 ամսում կհասնենք այս արդյունքին։ Ինչ մենք ասում ենք, տեսեք, ասում եք, հիմա դուք նշեցիք, որ բյուջեն չի հերիքացնելու, այսինքն բավական չէ այդ ամբողջ ծրագրերն իրականացնելու համար։ Նախ ամբողջ ծրագրերը։ Ես սխալ եի։ Չէ, դուք սխալ չեք, դուք ճիշտ եք, բնականաբար ճիշտ եք, բայց ես այստեղ մի դիտարկում անեմ, մենք ամբողջ ծրագիրը ներկայացնում ենք 5 տարվա կտրվածքով։ Իսկ համայնքային բյուջեն, նաև իմ նշած մեթոդներով, որ տարբեր վաղաշապատցիներ փորձելու են աջակցեն, մենք հաստատ հաջողության հասնելու ենք։ Օրինակ գյուղական համայնքներում խոշորացված համայնքը ունի իր սեփական տրակտորները, տեխնիկան։ Առուները մաքրելը
գյուղական համայնքի համար մեծ նշանակություն ունեցող խնդիր է, որպեսզի ջուրը անարգել գա, մարդիկ իրենց այգիները կարողանան ջել, առուները մաքրելը, դա մեծ խնդիր է, մեծ խնդիր չէ, երբ որ համայնքն ունի իր սեփական տեխնիկաները, նույնն էլ Վաղարշապատ համայնքն ունի իր սեփական տեխնիկաները, այսինքն այդ տեխնիկաները պետք է օգտագործել ըստ նպատակի, ոչ թե ծառայեցնել իրենց անձնական բիզնեսային շահերի համար։ Երբ որ համայնքի ամբողջ ներուժը կծառայի համայնքին, վստահ եղեք, մեր ներկայացրած ծրագիրը հաջողության հասնելու է։ Ես ինչքան գիտեմ, փաստաթղթերը ներկայացնել, որ ասել եք, որ գնում ենք բացարձակ հաղթանակի։ Ճիշտ եմ հիշում։ Ճիշտ եք հիշում։ Դա նշում բացարձակը ես հասկանում եմ 50% գումարած 1, հա, կամ 2, կամ չգիտեմ, 50-ից բարձր։ Որտե՞ղ է այդ վստահությունը։ Այդ վստահությունը նորից եմ ասում, բնակիչներից է, մեր թիմի պրոֆեսիոնալ լինելուց է, եւ քարոզարշավի այս ընթացքը մեզ ցույց տվեց, մի փոքր էլ նաև համոզեց, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ես այժմ էլ հայտարարում եմ, որ մենք գնում ենք մեր նպատակն է, գնում ենք բացարձակ հաղթանակի։ Ամեն դեպքում, եթե չստացվի բացարձակ հաղթանակը, կարծում եմ դուք միավորվելու ինչ-որ տարբերակներ, հա, զուտ տեսականորեն գոնե հիմա ունեք։ Իհարկե, մենք հայտարարել ենք, ես հիմա էլ հայտարարում եմ, մենք պատրաստ ենք միավորվելու, պատրաստ ենք աջակցելու այն ուժերին, ովքեր ընդդիմադիր դաշտից են հանդես գալիս, ովքեր ընդդիմադիր դաշտում էլ եղել են, եւ նաեւ մեզ համար շատ կարեւոր է, որ իրենք ուժերն էլ հայտարարեն, եւ այստեղ մի նրբություն կա, ես կուզեմ սա մնացած ուժերն էլ հաշվի առնեն, իրենք էլ ուժեր կա, որ հայտարարում են մենք քաղաքացիական պայմանագրի հետ բացառում ենք համագործակցություն, նաեւ հանրապետություն կուսակցության հետ կապված, բնականաբար ես ինքս էլ հայտարարել եմ, հայտարարելու եմ, բայց այն ուժերի հետ էլ մենք չենք համագործակցելու, ովքեր իրենք են պատրաստ աջակցություն ստանալ քաղաքացիական պայմանագրից կամ հանրապետություն կուսակցությունից։ Դա մեզ համար նույնն է, ոչ մի տարբերություն։ Այսինքն քաղաքացիական պատրաստ եք համագործակցել այն ուժերի հետ, որոնք որևէ ձևի կապ առնչություն չեն ունենա ԿՊ-ի հետ։ Իհարկե, որովհետև մենք տարբեր արժեհամակարգեր կրող թիմեր ենք, տարբեր արժեհամակարգեր կրող անձինք ենք, բացառում եմ որևէ համագործակցություն։ Բայց այդ մյուս, հա, այսպես ասենք, ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա, այսինքն բոլորը համամիտ են, որ անհրաժեշտության պարագայում կարող են բոլորը միավորվել։ Ես ձեր ասած կոնսենսուսը ուղղակի հայտարարություններով եմ լսել, տարբեր բոլոր քաղաքական ուժերի, հանդիպումներ որպես այդպիսին, որ հանդիպում լինի, քննարկենք, որոշենք, ինչ-որ բան պայմանավորվենք, ոչ, նման բան չի եղել, պարզապես հայտարարությունների քարոզարշավի ընթացքում կամ ինտերվյուների ընթացքում այդ խոսքից ես զգում եմ, որ մնացած կան ուժեր, ովքեր ամեն դեպքում այն մտքին են, ինչ որ ասում եմ ես։ Բարձ է։ Ձեր մրցակիցներից մեկը ասում էր, որ քաղաքը, շատ է քաղաքականացված, երկու մասի է բաժանված, մի մասը փաշինյանական են, մյուս մասը քոչարյանական են, ու վերջում ասում էր իր եզրակացությունը, որ իրականում մեծ մասը ոչ նրանցից են, ոչ նրանցից զորական ժողովուրդ են։ Դուք այդ բաժանմանը ինչպես եք նայում։ Արդյոք այդպես երկու խմբերի է համայնքը բաժանված։ Ոչ, համայնքը այդպիսի խմբերի բաժանված չի։ Համայնքն ապրում էր բնականon կյանքով, բնակիչներից յուրաքանչյուրը գիտի, հետևում է տեխնացուների քարոզարշավին, տեխնացուներն ունեն իրենց թիմերը, իրենք են որոշելու, ամեն մեկը որոշել է, թե ում է իր ձայնը տալու նոյեմբերի 16-ին։ Արհեստական փորձել օրակարգեր ստեղծել, որ քաղաքը բաժանված է, քաղաքը բաժանված չէ, քաղաքը սև ու սպիտակը եղել է 2018 թվականից, մենք հիմա ուզում ենք հենց այդ բաժանման դիմացն առնենք։ Եթե կա այլ նման բաժանում, մենք գալիս ենք, որպեսզի այլևս սև ու սպիտակ չլինի, այլևս չլինի համայնքում մարդիկ, ովքեր իրար թշնամանքով են վերաբերվելու քաղաքական գծից ելնելով։ Իսկ այդ տեսակետները, արհեստական տեսակետներ են, փորձում են պարզապես ձայն ստանալու համար ինչ-որ օրակարգեր բերել, բաժանված է մասի, մենք ոչ նրանից ենք, ոչ նրանից ենք, չգիտեմ, բա ինչ եք, այսինքն ինչ է, դուք էլ ուզում եք հենց տենց բաժանված լինի, որ պղտոր ջրում ձուկ որսակ։ Կարծում եմ սա այնքան էլ ազնիվ մոտեցում չի։ Հասկանալի է, պարոն Խաչատրյան, մեր ժամանակը ավարտվեց, ես վերջում կարճ հարց, եթե այնուամենայնիվ պարտվեք
պատրաստ եք շնորհավորել հաղթողին անկախ նրանից, թե ով կլինի հաղթողը։ Եթե պարտությունը լինի ընտրական օրենսգրքով սահմանված, մենք տեսնենք, որ իրականում վաղարշաբաթին ձայն է տվել այն ուժին, որը հաղթել է վերջում ընտրությունների նոյեմբերի 16-ի երեկոյան, կշնորհավորենք։ Իսկ եթե այդ հաղթանակը լինելու է տարբեր զարտուղի ճանապարհներով, չեմ խոստանում։ Շնորհակալություն ձեզ, հաջողություններ եմ ցանկանում նոյեմբերի 16։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Այսքան արգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր Սևակ Խաչատրյանը։